Հայաստանի ո՞ր ղեկավարի օրոք եք ամենալավը ապրել։ Չեմ կարող ասել, երևի ոչ մեկ։ Ստեղ չենք ելել մենք։ Սաղ նույնն է։ Ես Սերժի Վախտով եմ լավ ապրել։ Հա։ Ինչ եք աշխատում։ Տրակտորիստ։ Հա, Ղարաբաղում լավ աշխատում էինք, ապրում էինք։ Հիմա ընկեր ենք դռնեդուր։ Սերտիֆիկատ են տալում տուն առնես, այդ գնին տուն չկա։ Ոչ մին։ Վաբշե չեմ ապրել։ Դաժե չեմ հիշում, որ առաջինն էր, ասեն բանից է, թուրքա, այն նրան, ուրիշ ոչ մի ձևի չեմ կար ասեմ ազի ջան, հեմ ինչ լրիվ խառնվել է, ամեն ինչ թանկ, ամեն ինչ ես ինչ են անում, նու Պաշինյանի մա վաբշե սուս, և վсё, ուրիշ ոչ մի բան։ Չեսի միշտ սովորական ենք ապրել, չեմ կար ասեմ տենց հումորոք, երևի բոլորի մենք մեր գործը, մեր նման ապրել ենք, կապ չունի, թե որ նախագահի օրոք ենք ապրել։ Ռոբերտ Քոչարյանի։ Դուք Համամիտ եմ։ Որովհետև Ռոբերտ Քոչարյանը եկավ մեզ կաստվեց, լույս, ջուր։ Ես աշխատել եմ դպրոցում Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներում։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ճիշտ է հետպատերազմյան տարիներ էր, կար դժվարություններ տնտեսության մեջ, բայց համենայն դեպս այն հարցերը, որոնք մենք համարում էինք ոչ լուծելի, Ռոբերտ Քոչարյանի օրոք դրանք լուծվեցին։ Այդ կենսական, կենցաղային, տնտեսական բոլոր հարցերի լուծում տրվեց։ Այն որ 6 ամսով մենք աշխատավարձ չէինք ստանում, մութ ու խավար, վառարանային պայմաններում դաս էինք անում, դրանք քիչ-քիչ վերացվեցին։ Մենք երկրաշարժի գոտուց ենք Գյումրիից եւ կառուցվել, ապակատեսնել, վերակառուցվել, դրանք երևացին, իրոք երևացին, ոչ թե խոսքեր էին, Քոչարյանի օրոք։ Իսկ հետո ինչ խնդիրներ են եղել եւ այլն, որ կապվում են Ռոբերտ Քոչարյանի օրոք, դրանք ինձ չեն հետաքրքրում։ Այնինչ ժամանակին ինձ հետաքրքրում էր, ես դրա արգասիքը տեսել եմ Քոչարյանի օրոք։ Դրագանը տեսել են Քոչարյանի ժամանակ։ Հիմա էլ ենք լավ ապրում, բայց միշտ էլ լավ ենք, աշխատող մարդը միշտ էլ լավ կապրի։ Դեմիրճյանի։ Ես լա չեմ կարող ապրեմ, ուրիշ ինչ չգիտեմ։ Թոշակառու մարդ եմ, նպաստալից չեն, թոշակը քիչ է, զորը մի կերպ յոլ են գնում, ես մենակ եմ։ Իսկ որևէ ղեկավարի օրոք լավ չեք ապրել։ Ես հիշում էլ չեմ, հեսն էլ չեմ ել, ղեկավարը որն է, մի այդ մարդու արդուրու որ գիտես, ես շատ բան ունեմ ասելու, բայց չեմ կար ասեմ, մի հետ էլ է ոնչ, ապրել ենք ոնչ ենա, սաղ իրան ձերին է, իրան ձերին ենք մտիկ անում, որ լավը իրանք են վերունում, ոնց ասած, հասած իրանք են վերունում, խակը մեզ են տալի։ Ճիշտն ասեմ, չեմ կարա ասեմ, հիմա, աշխատանք ունենք, աշխատում ենք, կարում ենք ապրենք, այն ժամանակ չկար աշխատանք։ Սովետի վաղտը։ Դրանից հետո չէ։ Կարելի ասել չէ։ Որ համեմատենք մի ավելի լավ քաստե էներգու նախագահի օրոք, 2-3 նախագահ։ Բրեժնևը։ Ես տարիքով մարդ եմ, բա կարելի է էլ այդ հարցը տալ։ Իհարկե կոմունիստների ժամանակ, իսկ ես վերջում չեմ ուզում երնակ դուք տեղ հասցնեք, Քոչարյանի ես հայոյանք տամ, թույլ կտակ, չէ, բայց այս շանցն ունդ դուն չծրած սորի հետ ուզում հայ ազգին քիչ է կտորել, բայց քիչ է կտորել։ Ինչ, որ հայը չի գիտի, որ նա հոկտեմբերի 27-ն էլ արել, մարտի 1-ն էլ արել, են են խորխորին էլ սպանել, համբարձում Գալստյան, համբարձում, բոլորին սպանել է։ Մի կրակոցով համ սրտին է խփել իբրև ինքնասպանը, համ սրտին, համ ուղեղին։ Կանի տենց բան գիտությունը, բայց կենցա, բայց լավ ապրիլ ես բանելացը, ես աղետը, վերականգնում անդիսարկում, բացի մի տարածքը
բանի Երևանի միջին, ասենք աշտարակ Երևանը, տարում է 3 անգամ գրեին իբրև ասվալտել են, բայց ասվալտ չանեին։ Այս մարդու արած ասվալտը Փաշինյանի, դա գնալտի մի դար։ Միշտ սենց եղել եմ, սենց էլ կամ ազիզ ղեկավարը չի քեզ պահում, դու ես քեզ պահում, դու պետք է ստեղծես ապրես, ոչ մի ղեկավար քո համար չի աշխատելու։ Ուրիշ բան, խաղաղության բանի համար դե հիմա պատերազմական շրջանը չի ավարտվել դեռ։ Եթե այսօր մի թեթև խաղաղություն է, բայց դա չի ավարտվել շրջապատը սաղ եռում է։ Իսկ մեր ապրելու համար մենք պետք է ստեղծենք, ոչ մի ղեկավար մեզ համար չի աշխատելու։ Թանկ ջան։ Ոչ մեկ։ Տո Հայաստանն էլ մեռնի, իրանց ղեկավարին էլ մեռնի։ Ոչ մեկ օրոք էլ լավ չեմ ապրի։